Ես Արմենուի Մատոսյանս ապրել եմ սկզբնական շրջանում այնտեղ դրված երկու տնագում, այստեղ ինչ որ տնօրեն գույություն ունի, ես չգիտեմ ինքը ով է, ինքը տեղ եկավ երկու տոմիկները իմ ձեռքիցս վերցրեց, այստեղ մեծ հանրակացարաններ են, մեզի տեղափոխեց հանրակացարան, բայց ժամանակի ընթացքում այդ հանրակացարաններն է ինքը քանդեց, ունձի թողեց դուրսը, սիկ ես դիմել եմ Գյումրու քաղաքապետին, որ ինձ օգնե, այդ քանդող տղաները ինքը բացարձակապես հեռու կանգնավ, ես դիմեցի արդեն քանդող տղային, որ ես քեզնից արդեն կպահանջեմ իմ ունեցվածքս, որովհետև ես բնակարան եմ կորցրել։ Երկրաշարժին բնակարան կորցրել եմ։ Երկրաշարժից հետո ապրել եք ոչ տնագներում։ Այստեղ երկու տնագ է եղել, երկու տնագից հետո ինքը ձեռքիցս վերցրել է։ Տվել էին Կրասնոդարի գարաժը Կանճարովի ժամանակ, պապայիս են տվել։ Կրասնոդարից եկած ռուշինաները տվել էին ձեզ, հետո այդ ինքը եկավ վերցրեց մեր ձեռքից։ Ասես որ այդ գարաժը ես ամբողջը քնել եմ։ Ինքը քնել էր, հա, ինչ որ քնել էր, շուրա։ Տվեց այս հանրակացարանը, մեկ քանի տարի հանրակացարաններ եղել, ռուշինաների հանրակացարան։ Ռուշինաները բնակելի, սա եղել է այս երկու տարածքը բնակելի եղել, իսկ այն մյուս տարածքը եղել է գրասենյակը, այս շինարարների ու ավտոբուսներ կար, կամազներ, կռազներ, ինչևից է։ Ինքը տվեց ստեղ, հետո այս հանրակացարանները մեծ գումարով ինքը վաճառեց մեկին, քանդողներին։ Որպես շինանյութ, քանդողին ես դիմեցի, ես իրա վրա չկռնացա, ես քանդողին դիմեցի, որ ես քեզի ոստիկանություն կուտամ, ես երկու անշապաս երեխա ունեմ, մամայիս հետ կաբրիմ, իմ հասես չպտի կորի, ես քեզի կուտամ դադարան, ինքը վախեցավ ինձնից, ինքը տվեց այս դոմիկը, այս տնագը տվեց։ Ով տվեց, անունը չէ։ Ածական անունը գիտեմ, ինչ որ լագլագ էր, իրա բերած քանդողներն էին։ Հա, լագլագը տնագներ էր քանդում։ Տնագներն էր քանդում։ Հենց այդ լագլագը ինքը ինձանից վախեցավ, որ ասեցի, ես կփողոքեմ անմիջապես քո դեմ, որովհետև դու ես քանդողը, ես չգիտեմ ով է քեզի հրահանգը տվել։ Ինքը տվեց այս դոմիկը մեկ երբան վիզը գծելով, թե կխնդրեմ էլի գոնե $100 տուր, որովհետև այս դոմիկը 5-6 մետրանոց կուզեր ինձ տարսի, գույքս չի տեղավորվի տեղ, չեմ կռնա տեղավորվի։ Ինքը տվեց այս տնագը։ Այդ ոչ թիվն էր։ Այդ 2002 թիվն էր, ստեղ կա։ 2002 թվին արդեն այս տնագում եմ ապրել, քանդել է ինքը ստեղ։ Ես բողոքել եմ քաղաքապետարան, ինչ որ իրան կանչեցին, երևի նեղեցին, որ ինքը ինձ այդ տնագը տվեց, այս թղթի հիման վրա։ Ես ապրեցի ստեղ, բայց տնօրենն եկավ, ինձնից ասեց հանեք քիչ այն կողմի վրա տարածքը կփոխվի 200 ժեկ էստեղ, այնտեղ 206 կեղներ։ Իմ հասցես կկորիր, ես բնակարան կորցրած մարդ եմ, ես չգիտեմ ինչ ենեի։ Ինքը հետո եկավ ինձնից տեղի գումար ուզեց։ Որ իմ տարածքս դու կզավտես, դու ինձ պիտի տաս գումար, վարձավճար։ Որ տարածքը զանիտ է, տարածքը իրան չի պատկանել, իրան կպատկանե այն ծառից այն կողմը։ Ինչ գործով կենե։ Ինքը պատճառաբանում էր այս տարածքները սաղ քնել, հա։ Ինքը սեփականա շնորհել է հմել դոմիկը ես այդ մարդուց գնել եմ $100, չէ։ Հմել, եկել եմ, տուն եմ ստացել, պիտի քանդեմ, որ ջրմուղի թուղթ տանիմ, վեճը պիտի սեփականաշնորհեմ։ Նոր ստացած բնակարանում կարողանաք սեփականաշնորհել։ Սեփականաշնորհեմ, վեճը դոկումենտ կուզեն ձեզ քաղաքապետարան, քանդման ակտ կուզե։ Եկել եմ կքանդեմ, եկել է գլխիս է կանգնել, թե իմս է տվել է ոստիկանություն։ Տնագը չի թողնի կիսա քանդած։ Կիսա քանդած է ոստիկանությունը հմի դատարեցրել է աշխատանքը, ինչ որ գրառումներ էր, դատարեցված է, կալանքի է վերցրած մի ապրանքը։ Այս տնագը։ Այս տնագը կալանքի է հենց ոստիկանությունը կալանքի է վերցրել, այս կիսա քանդած տնագը։ Այն խեղճ տղեկին հետն է տարել ոստիկանություն, որը իրան քանդողներն իրան մեղավոր չեն, ես եմ մեղավոր, ես եմ իրանց կանչել, ես քանդող չունեմ, քանդել եմ, կանչել եմ, քանդրեմ մոդում Ես եմ տվել քեզի, բայց հետո եկսի թե ինչ որ ոմամ լագլագ, հա քեզից կռուտի տերը, այդ կռուտի բառը չեմ հասկանում, կռուտի տերը $100 վերցրել է։ Ես այդ կռուտի բառը չհասկացա։ Բայց այդ կռուտի տերը ժամանակ կա իր ասել, որ այս տնագը իմս է։ Դե այս տնագում քանի տարի եք ապրել։ 2002 թվից հաշվի քանի 10 տարի այս տնագում ապրել եք։ Ինքը երբեք չի ասել, որ այս տնագը իմս է։ Չէ, մենք մենակ վիճել ենք տարածքի համար, որ ինքնից տարածքի վարձ է ուզել, բայց Թոմիկի խոսակցություն չի գնաց, եթե գնացած էր։ Հաստատուղթ է արեք է, իր կնիկով։ Ինչ որ, դե ինքը տնօրեն, ինքը կնիկ ունի, ինքը կնա։ Այս ավտոբուս։ Ինչ է, դուք ինչ հիմնարկություն եք։ Կրասնոդար շինն է։ Հա, նախկին, ինքը կնել է։ Բայց հիմա ինչ անում է տնա, այդ հիմնարկությունը։ Հուրա հիմնարկությունը չեմ տեսնում ես։ Դե կերպել է ինչը տեսնի, քմել մեզի կուտե, չգիտեմ ինչ եղնեմ։
Պարզ է, քաղաքում կա շատ պատմություններ։ Պատմություններ, այսպես եմ։ Հիմա եթե տնագը չքանդեց, ես քաղաքապետանից տեղի գամ չեն տա տնագը քանդելու։ Դու չի կարողանամ ուշ թաղամասի բնականը սեփականաշնորհ։ Չեն կարող, դա մի հարցի կողմն է, բայց ինքն է կպաճառաբանի դա ես եմ քեզի տվել։ Բայց ինքն ինձ չի տվել, ինքն էլ կպնդի որ լագլագը քեզնից $100 Ոստիկանությունի մասիկ չէ այդ մասը։ Դե հանդեղ ես կարել եմ որ ես ոմն լագլագից եմ վերցրել, ինչ որ $100 եմ տվել։ Ես դրա ինչ որ ճիշտ է։ Դա տնագը իրան շատ է պետք, հա։ Հա ինքը հետո մի բան ինչ որ 50,000 դրամ պետք է տար, որ ես տայի ինքը տարընձի, ես տայի իրան, հետո ես ավ չէ շատ է քանդած, բայց ինքը տեսել է որ լրիվ քանդել ենք, ինքը չի եկե, ինքը ժամը 1-ին է եկե տեսել որ Տոմիկը քանդած է, ես տարել եմ քաղաքապետարանը զբաղվեց հարցով, որտեղ ամբողջ պետությունը զբաղված է տնագների քանդմամբ, շահագրգռված են, բայց մի տեղ չկա, մեկը չի գալիս ասում, թե ձեզ օգնի որ տնագը քանդեք, վերջանա։ Ես ուղղակի քանդման ընթացքում դե քաղաքապետարանը ստիպեց որ գնա քանդման ակտը քանդե, կամ տեսնեմ ակտ տամ ես քեզ, ես քաղաքապետարանը նամակ դիմում գրել եք։ Անպայման, քաղաքապետարանն էլ եմ դիմել, ոստիկանությունն էլ եմ գործից քննարկել։ Վաղը այս դիմումը տվեք, ես քաղաքապետարանը նաև տեղակ եմ պահել, որ այս հարցով զբաղվի։ Իրանք դիվան ունեն, նաև ոստիկանությանը միջամտել, որ թողնեն ոստիկանությունը։ Ուղղակի իմ սխալս են եղել, ես ասենք վերցրել եմ այդ մարդուց, այդ մարդն էլ մահացել է ախր։ Դոկումենտ չեն վերցրել, թուղթ չեն վերցրել, ասենք դե մենք պաշտպան չենք ունեցել իրարից։ Ինքը տվել է Տոմիկը, ես տվել եմ իրան $100։ Բոլոր տնագներն էլ այդ ձևով են արդու վաճառել։ Դրանք հրանցված չեն, որ ոստիկանությունը կսե դու պիտի սեփականաշնորհ, եթե սեփականաշնորհ բնակարան չի ստանալ, կեղնեի սեփականատեր։ Ով կսե ոստիկանությունն ասում։ Դե ոստիկանությունը կսե դու պիտի սեփականություն թուղթ ունեն ասոր, դե քուգը դե սեփականություն։ Քաղաքում ոչ մի տնակ չունի սեփականություն թուղթ։ Նմանատիպ տնագները ընկել են կրակը։ Կոնֆլիկտի մեջ հələ հեշ մեկ Եթե դուք սեփականություն ունենայիք, բնակելի կհամարվի, բնականից կզրկվի։ Բնականից կզրկվի, բայց ինչի ժամանակավոր բոլորին է տվել են այս կածանը։ Ես այդտեղ ապրել եմ, ջուր եմ մուծել, վերջը աղբ եմ մուծել։ Այսինքն այսօր Գյումրու ոստիկանությունը լսելով ոմնը շուրայի, արկելում է ձեր տնակը քանդել։ Հա, կալանքի տակ է վերցրացել ամբողջը, եթե այստեղից մի բան էլ Ով ասես կալանքի տակ է լսել։ Դե ոստիկանությունը եկավ, ակտավորից գնաց, ինքը վերջին կփողոքել է ինտեն։ Այս պտած տնակի համար հիմա վեճ է, հա, գնում ոստիկանությունն էլ Սարսափելի վեճ։ մի բան էլ օգնի, որ տնակները քանդեն, եկե Դե խանգարում իրանք գործով կզբաղվին, ես իրանցը չեմ կռնա մեղադրել, ինքը երեք